Բարեկո պարոն Խզմալյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները։ Սկսենք ամենասկզբից, հոկտեմբերի 28-ից 30-ը քաղաքամար Երևանը հյուրընկալել էր Եվրանեստ խորհրդանական վեհաժողովի 12-րդ նիստը։ Այստեղ են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, նախ կցանկանայի ձեր մեկնաբանությունը հնչեցնեիք, ինչպես է գնահատում այն, ինչպես անցավ, որոնք էին ամենակարևոր շեշտադրումները, ինչ խոսվեց, ինչ չխոսվեց, որոնք էին մեսիջները, ինչ անելիք ունենք այդ մասով եւ հետո անդրադառնանք թե ինչու Վրաստանն ու Ադրբեջանը չմասնակցեցին, խնդրեմ։ Եթե փորձենք ամփոփ բնորոշել այն ինչ տեղի ունեցավ, ես կօգտագործեմ վարչապետ Փաշինյանի շուրջ 1 տարի առաջ արված հայտարարությունը, առայն որ Հայաստանը այնքանով է պատրաստ մոտենալ մերձենալ Եվրոպային, որքանով որ Եվրոպան պատրաստ է ընդունել Հայաստանին։ Այդ իմաստով Եվրոպան եկավ Եվրախորհրդարանի պատգամավորները, Եվրանեստը, Արևելյան համագործակցության այդ հատուկ ձևաչափով մի շարք պատգամավորներ եկան ասելու, որ Եվրոպան պատրաստ է Հայաստանին ընդունելու, եւ այդ հարցը ընդհանրապես այնտեղ չի դրվում, որովհետեւ 2014 թվականի մարտին Եվրոխորհրդարանում տեղի ունեցել մարտի 13-ին, եթե չեմ սխալվում, քվեարկություն, որի ընթացքում 504 ձայնով 4-ի դեմ, 504-4-ի դեմ, նման բան Եվրոխորհրդարանի պատմության մեջ չի եղել գրեթե, պատգամավորները քվեարկեցին կողմները, որ Հայաստանի սպասվելիք հայտը, դիմումը Եվրամիության անդամակցությանը ընդունվի։ Մենք ողջավորված դրանով առաջարկեցինք օրենք ընդունել, հանրաքվե, ստորագրավակ եւ այլն, եւ դրա արդյունքում այս տարվա մարտի 26-ին ընդունվեց մեր կողմից նախաձեռնված օրենքը ազգային ժողովի կողմից եւ պետք է նշել, որ գրեթե բոլոր պատգամավորները Եվրոպայի խորհրդարանի, որ եկել են այստեղ, նշում են հենց դա, որ Հայաստանն ընդունել է պատմական օրենք, ինչպես ասել ունենք ուկրաինական պատվիրակության ղեկավարը, այսպիսով իրենք հարց են տալիս բոլորովին այլ իմաստով, որքանով է Հայաստանը պատրաստ մերձենալ Եվրոպային, եւ այս առումով մենք առնվազն 4 պատգամավորներից լսեցինք բավական կոշտ ձևակերպումներ։ Առայն որ Հայաստանի իշխանությունը չի կատարում իր խոստումները, իր պարտականությունները եւ չի կատարում այն սպասելիքները, որ Եվրոպան ունի, որովհետեւ Վրաստանի օրինակը Եվրոպային ոչ թե վախեցրեց իհարկե, բայց մեծագույն դասեր։ Մեծ դասեր եւ ահա ինչու օրինակ Հայաստանին տրվելիք ֆինանսական օժանդակությունը շուրջ 10 անգամ ավելի փոքր է, քիչ է, քան այն ինչ տրվում էր ժամանակին Վրաստանին։ 20 տարվա ընթացքում Վրաստանը ստացավ 20-ից 30 միլիարդ դոլար եվրոպական ներդրումներ եւ Բաթումի, Քութայիսի, ոստիկանության ու դատաիրավական բարեփոխումները, Թբիլիսիի 5 քաղաքի վերանորոգում, այդ ամենը Սաակաշվիլի ժամանակաշրջանում էր դա։ Սկսած եւ մինչեւ վերջերս, որտեղ Իվանիշվիլին պատահական չէ, որ շարունակում է պնդել, որ իբրև թե մենք պատրաստվում ենք Եվրամիությանը, սակայն բոլոր քայլերը բերեցին Իվանիշվիլին նրան, որ Եվրոխորհրդարանը եւ Եվրամիությունը հրաժարվում են ճանաչել գործող կառավարությունը Թբիլիսին։ Եվ հիմա իրենք տագնապով տեսնում են, որ Հայաստանը կարծես թե գնում է վրացական ճանապարհով, այսինքն խոստումները, հայտարարությունները արվում են միայն հայտարարություններ են մնում, գործի չեն վերածվում։ Այո, որտեվ Հայաստանը մնում է ռուսական եւ մաքսային, եւ ռազմական, եւ քաղաքական, եւ քաղաքակրթական բոլոր այդ բլոկներում, որոնք հակասում են եւ իրարամերժ են Եվրամիությանը միանալու խնդրին, գաղափարին։ Տեսեք, Վրաստանը կանգնեց եւ ասեց, որ չենք մասնակցում, որովհետեւ մեր իշխանություններին դուք համարում եք ոչ լեգիտիմ, ոչ ընտրված։ Ադրբեջանը նշեց, որ դուք մեր ազգային ամբողջականությունը չեք ճանաչում։ Սրանք դիվանագիտորեն, եթե վերլուծենք, ինչ է նշանակում, այսինքն ինչու չմասնակցեցին, միայն դա էր պատճառը, թե դրա տակ այլ ականներ կան դրված։ Տեսեք, Վրաստանը եւ Ադրբեջանը հիմա մտել են հենց այն բանաձևի մեջ, որին ցավոք սրտի հակված է նաև Հայաստանի իշխանությունները, դա կոչվում է ռեգիոնալիզմ, այսինքն մի խառնվեք մեր գործերին, մենք, այսինքն Ռուսաստանը եւ Թուրքիան, որպես երկու գերտերություն տարածաշրջանային, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կլուծեն այդ հարցերը։ Իրանը հիմա արդեն փաստորեն խաղից դուրս է
ներքին պատճառներով եւ պարզվում է, որ այդ 3 գումարած 3, որի մասին արդեն կրկին խոսում են Երևանում, դա նշանակում է իրականում 4-ը 1-ի դեմ կամ եթե Իրանն հաշվենք 5-ը 1-ի դեմ։ Եվ այս ամենը եվրոպացիներին հուշում է, որ իշխանությունները անկեղծ չեն Եվրոպայի հետ, որ սա որոշում է, որը Երևանը պահպանելու է մինչև ընտրություններ, որովհետև իմ օրինակ կարծիքով եւ ես եվրոպական խորհրդարանական падգամավորների հետ որ հանդիպում եմ, ասում է, որ մեր տպավորությունն է, որ գործարք է փաստորեն Փաշինյանի սպասելիքները Պուտին, Ալիև, Էրդողան երյակից են, իրենք երաշխավորել են չխանգարել, այլ օգնել նրան, անգամ Պուտինը, որովհետև Փաշինյանի այս քաղաքականությունը ռեգիոնալիստական, որը ոչ թե ռուսամետ է, այլ այդ ռուսական ազդեցությանը, որը ահռելի է, վիթխարի է Հայաստանում, նկատի առնելով տնտեսական ներկայությունը Ռուսաստանի էներգետիկայում, երկաթուղիում, բանկային, ֆինանսական, հանքային բոլոր ոլորտներում, նաև մամուլում եւ քաղաքական դաշտում, հիշենք միայն, որ ազգային ժողովի 3 կուսակցությունից 2-ը ուղիղ պրոռուսական են, բայց Փաշինյանը դրան ավելացնում է նաև Ալիևի եւ ինչ որտեղ նաև Էրդողանի գործոնները եւ այստեղ Եվրոպան զգում է, որ նրանց մասնակցությունը զուտ ֆորմալ է եւ իրենք զգում են, որ այստեղ մեծ տարբերություն կա հայտարարությունների եւ գործերի միջև եւ այս Եվրոնեստի հավաքը կոչված էր կարծես վերջին ահազանգը տալ Եվրոպայից։ Եվրոպան չի վստահում Հայաստանին եւ սա դարձել է ակնհայտ։ Այսինքն ստացվում է Փաշինյանի ասածը, որ Եվրոպան ինչքան մեզ կթողնի, այնքան կմոտենան։ Գուցե Եվրոպան չթողնի։ Եվրոպան շուտ տվեց այդ հարցը։ Մենք ձեզ սպասում ենք։ Ինչ եք դուք արել։ 7 ամիս է, ինչ ընդունել եք օրենքը, բայց դիմել եք ոչ թե Եվրամիության անդամակցության հայցով, այլ Շանհայի։ Եվ դա օրինակ, եթե հանկարծ Պակիստանը փաստորեն ակամա չարգելափակեր, ապա որևէ եվրոպական հեռանկարների մասին խոսելը ծիծաղելի կլիներ, չի կարող Շանհայյան կառույցի մասնակից երկիրը մասնակցել Եվրամիությանը, անդամակցել, չի կարող եվրասիական այդ ԵԱՏՄ-ի գործող երկիրը, որը 5 անգամ ավելացրեց վերջին 5 տարվա մեջ ապրանքաշրջանառություն Ռուսաստանի հետ, մասնակցել եւ անդամակցել Եվրամիության, այսինքն որևէ քայլ դեպի Եվրամիություն իրականում արված չէ։ Փոխված է միայն մեկ ցուցանակ արտգործնախարարություն։ Եվրոպայի բաժինը հիմա կոչվում է Եվրոինտեգրման բաժին, ուրիշ ոչինչ արված չէ։ Տեսեք, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով է նախատեսում անցկացնել Երևանում մայիսին, 50 երկրներից ներկայացուցիչներ են գալու, որքանով է սա դրական, ինչ ակնկալիքներ սպասել սրանից եւ խոսեցինք նաեւ ինչպես դուք նշեցիք Ալիևից եւ Էրդողանից, Փաշինյանը նրանց հրավիրել է եւ մենք ստացանք պատասխան Հաջիևի շուրթերից, արդեն հարավության եւ երեկոյան հայտարարեցին ադրբեջանական լրատվամիջոցները, որ Ադրբեջանի բռնապետ նախագահն ասել է ես չեմ գալու, որովհետեւ չեմ գալու, քանի որ խաղաղության որևէ թուղթ չկա, պայմանագիր չկա, իրավական ուժ չունեցող որևէ բան է եւ ես վստահ չեմ, որ իմ ներկայությունը այդտեղ կարեւոր է։ Էրդողանից դեռ որևէ պատասխան չկա, բայց բնականն է, ակնկալում ենք, որ լինելու է ոչ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Եվրոպան իրականում աջակցում է ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ Հայաստանի պետականության շահերին, որովհետև տեսեք, Եվրոպան խոսում է, օրինակ, ինչու՞ն է Ալիևը մեղադրում Եվրոպային։ Դուք չեք ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ասել է Ալիևը։ Բանն այն է, որ եվրոպական հիմնադիր սկզբունքներում մարդու եւ ազգի ոչ միայն ազատություններն են, այլ նաեւ ինքնորոշման իրավունքն է։ Եվ օրինակ փախստականների իրավունքը վերադառնալ Արցախ 150,000 փախստականների, դա Հաագի միջազգային ՄԱԿ-ի դատարանի որոշումն է 23 թվականին ընդունված նոյեմբերի 17-ին, այսինքն Արցախի հայաթափումից 2 ամիս անց ՄԱԿ-ը ընդունել այդպիսի որոշում Հաագի ամենաբարձր դատական ատյանում եւ Եվրոպան դրան է ուղղված։ Մենք մեկը մյուսի հետևից լսում ենք ինչպես եվրոպական խորհրդարանում, անգամ ոչ միայն Եվրամիության, Շվեյցարիան չի մտնում Եվրամիություն, բայց այնտեղի խորհրդարանը որպես մեծագույն գերխնդիր ուսումնասիրում է եւ պաստորեն փորձում է օգնել այդ հարցի լուծմանը, բայց Հայաստանը մերժում է այդ հարցը, որովհետեւ ինչու է մերժում, պարոն Խզմալյան, ինչն է պատճառը, ինչու է մերժում։
Այստեղ ես վերադառնամ մեր առաջին հարցին, որովհետև մեր տպավորությամբ եւ եվրոպացիների հետ մենք քննարկել ենք դա, Փաշինյանի կառավարությունը իր վերընտրությունը, որը նա գլխավոր խնդիրն է համարում, այնքան կարևորում է, որ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է 26 թվականի իր վերընտրության անհրաժեշտության մասին, Փաշինյանը համարում է, որ այդ երաշխիքները նա կարող է ստանալ Ռուսաստանի, Ադրբեջանը եւ Թուրքիայի համաձայնության դեպքում։ Ահա ինչու նա փաստորեն չի անում որևէ քայլ, որը դժգոհություն կառաջացներ այս երեք մայրաքաղաքներում։ Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան փաստորեն կատարում է բացարձակապես այլ այդ խաղաղության տրամաբանության, խաղաղության խաչմերուկի տրամաբանությունից չբխող քայլեր։ Բավական է հիշել, որ օգոստոսի 8-ի համաձայնագրից 20 օր հետո Թուրքիան սկսեց կառուցել Կարս Նախիջևան երկաթուղին, մինչդեռ ընդամենը պետք էր բացել Կարս Գյումրի անցակետը եւ երկաթուղին կառուցված է այնտեղ 100 տարուց ավել։ Եվ անդադար ձգձգում, անդադար ադրբեջանական շահն են առաջ տանում, երբ որ Ադրբեջանի հետ ադրբեջանական, բոլոր խոսույթին համապատասխան գործառույթներ կիրականացվի, նոր մենք կորոշենք Հայաստանի հետ, այսինքն Հայաստանին չեն դիտարկում առանձին։ Ոչ միայն դա, տեսեք, այդ Կարս Նախիջևանը պետք է անցնի թուրքական սահմանը, Արաքսի աջ ափով։ Դա նշանակում է, որ իրենք 2 միլիարդից մինչև 3 միլիարդ պատրաստ են ծախսել 4 տարի աշխատել, այնտեղ շատ բարդ ռելիեֆ է, այսինքն տոնելներ, կամուրջներ, միայն որ չօգտվեն Հայաստանի ճանապարհով եւ դրանով չապահովեն Հայաստանի ապաշրջափակում, այսինքն դա մեսիջ է, որ իրենց համար միևնույն է Հայաստանում ինչ տեղի կունենա։ Ոչ, դա մեսիջ է առայն, որ իրենք շարունակելու են շրջափակել Հայաստանը։ Այո, այսինքն Հայաստանի շահը ստորադասվում է այստեղ։ Բացարձակապես, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը աշխարհաքաղաքական էգզիստենցիալ իմաստով, գոյաբանական իմաստով երբեք չեն հանդուրժի Հայաստանի անկախ գոյությունը, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան կառուցված են հայկական տարածքների վրա, եւ դա խորագույն բարդույթ է իրենց համար։ Ուստի Հայաստանը այս անբարենպաստ վերին աստիճանի վտանգավոր տարածաշրջանում եւ շատ վտանգավոր ժամանակաշրջանում կարող է պահպանել իր պետականությունը միայն մի դեպքում, եթե մենք դառնանք հզոր ռազմաքաղաքական դաշինքի մասը։ Կա միայն մեկ աշխարհում նման ռազմաքաղաքական դաշինք, դա Եվրոպական միությունն է եւ ՆԱՏՕ-ն։ Եվ ամեն ամիս, որը մենք կորցնում ենք այդ ճանապարհով, նվազեցնում է մեր հնարավորությունները, որովհետեւ Եվրոպան պատրաստ է արդեն 30 թվականին փակել իր ընդլայնումը։ Եվրոպայում մեկը մյուսի հետևից իշխանության են գալիս աչակողմյան, իզոլյացիոնիստ կուսակցություններ եւ դա նշանակում է, որ մեզ տրված է վերջին ժամկետը, վերջին շանսը։ Մենք տարիներ առաջ զգուշացնում ենք այդ մասին, որովհետեւ միջազգային միտումը գնում էր դեպի այդ աչ շարժում։ Մենք տեսնում ենք դա 24 թվականին մենք համոզեցինք իշխանությանը ընդունել Եվրամիության անդամակցության մասին օրենքը հենց այն պատճառով, որ նախորդ ամառ Եվրախորհրդարանի մի շարք երկրներում հաղթեցին աչ կուսակցությունները եւ Թրամփը վերընտրվեց Միացյալ Նահանգներում։ Այդ միտումը շարունակվելու է։ Ահա ինչու խիստ անհրաժեշտ է օր առաջ իրականացնել այն օրենքը, որ ընդունված է։ Տեսեք, պարոն Խզմալյան, ինչպես դուք նշեցիք, որ Ադրբեջանին եւ Թուրքիային բացառապես միևնույն է Հայաստանը կապաշրջափակվի, տնտեսապես կհզորանա եւ այլն, դեռ մի բան էլ ավելին, նրանք միշտ ուզում են Հայաստանին ավելի ծնկի տեսնեն։ Այդ դեպքում ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ մենք բոլորս խաղաղության են գնում, անդադար ասում ենք այդ մասին, իսկ տեսնում ենք, որ Ալիևը նույնիսկ ասում է, ես չեմ գա նույնիսկ ինչ-որ մի հատ համաժողովի, որը խաղաղություն կնքված չի, որը փաստաթուղթ չկա, այսինքն յուրաքանչյուր պահի նա կարող է ասել, դա առ ոչինչ թուղթ է, նույն օգոստոսի 8-ը եւ ինչ ուզեմ կարող եմ անել, իմ առավելապաշտական նկրտումներն էլ, բռնությունն էլ Թուրքիան իմ կողքին կանգնած է եւ այսպես շարունակ։ Խաղաղությունը դա գաղափար է, որի մեջ տարբեր իմաստ են դնում տարբեր երկրները։ Ադրբեջանը եւ Թուրքիայի, հատկապես Ադրբեջանի համար, նաեւ Ռուսաստանի համար խաղաղություն նշանակում է այն բոլոր զիջումների, որի ցուցակը իրենք դրել են Հայաստանի առջև եւ որը սպառված չէ։ Խոսքը դեռ գնալու է անկլավների մասին, խոսքը դեռ վերադարձի մասին փախստականներ եւ այդպես շարունակ օրը մի բան կհորինեն։ Պատրաստում են դա սահմանադրության փոփոխություն, այսինքն ոչ միայն ծնկի բերել, այլ ընդհանրապես հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Դա հստակ ծրագիր է եւ չտեսնել դա հավկուրություն է։
Հայաստանի համար եւ ընդհանրապես միջազգային նաեւ եվրոպական օրենքի տեսակից խաղաղությունը հնարավոր է միայն արդարության դեպքում։ Եթե արդարությունը ազգի, մարդկանց իրավունքների, ազատությունների պետության հանդեպ չկա, ուրեմն այդ խաղաղությունը խիստ ժամանակավոր է։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ որ խաղաղ պայմանագրերը կնքվում են ընդամենը մի քանի օր կամ շաբաթ մի անգամային։ Շատ կարճ եւ ամփոփենք, որն է ելքը, ինչ եք առաջարկում դուք։ Այս բարդ իրավիճակում։ Եթե շատ կարճ, մենք պետք է հասկացնենք իշխանություններին, որ անձնական, կուսակցական նեղ շահերը չեն կարող գերադասվել ազգային եւ պետական շահերից, որ ամենակարևորն է Հայաստանի պետականությունը պահպանելու համար Եվրամիությանը անդամակցելն է, ոչ թե 1 տարի, ոչ 20 տարի անց, ինչպես ասում են պաշտոնյաները, այլ օր առաջ հայտը պետք է ներկայացվի եւ պետք է սկսվեն խորագույն սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական, գաղափարական, քաղաքակրթական բարեփոխումները։ Ուրիշ ճանապարհը տանում է մեզ անդունդ։ Արդյոք մեր հասարակությունը պատրաստ է։ Մենք պետք է պատրաստենք մեր հասարակությանը, այդ մասին պետք է խոսել օր գիշեր, օրնիբուն, դրանով պետք է ապրի կառավարությունը։ Դրա համար ենք մենք ընտրել 18 թվականին Փաշինյանին հույս ունենալով, որ մենք ոչ թե Սերժ Սարգսյանից ենք պոկվում, Ռոբերտ Քոչարյանից, այլ այն համակարգից, այն աշխարհայացքից, այն գաղութից, որի խորհրդանիշն էին նրանք եւ մնում են, այլ ոչ թե նմանվել նրանց, ինչպես կատարվում է վերջի ժամանակներում։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Շնորհակալություն։